Սա հայ ժողովրդի եւ հայոց պետականության դեմ բացված դատ է։ Արցախի խորհրդարանի նախկին նախագահն այսպես է բնորոշում դատավարական այն ֆարսը, որով անցնում են ինքն ու Բաքվի բանտերում ապօրինաբար կալանված մյուս հայերը։ Նրանք Ադրբեջանի վերաքննիչ դատարան են հասել, թեպետ այնպես չէ, թե այս ատյանից ակնկալիք ունեն։ Սա պարզապես միջազգային դատարաններ տանող միակ ճանապարհն է, որով պիտի անցնեն գտնելու արդարությունը։ Նույնիսկ որոշ պաշտպաններ արդեն մտահոգություն են հայտնում դատական կոլեգիայի նիստում, որ այսպիսի դատավարությամբ եւ այսպիսի փաստերով գնալ միջազգային դատարան իրենց համար շատ ծանր կլինի եւ ամոթ է եւ պաշտոնապես են իրենք դատական ամբիոնից հայտարարում եւ չեն ուզում որպեսզի այս ձևով այս ընթացքով գնան միջազգային դատարան եւ պարտվեն։ Ինչ կլինի այլ հարց է։ Անընդհատ դատավորը խոսում է բաց դատավարությունից, արդարությունից, արդարադատությունից, բայց ինչպես առաջին ատյանի դատարանն էլ հիմա էլ նույնն է, որևէ փոփոխություն, որևէ էական բան չկա։ Հայ ռազմագերիները վերաքննիչ ատյան են հասել բողոքարկելով իրենց 15 տարուց մինչև ցմահ ազատազրկման դատապարտած վճիռները, այդպես էլ չիմանալով, թե Ալիևի դատարանն իրենց ինչում է մեղավոր ճանաչել։ Վճռի առկայությունը ամենակարևոր գործոններից է, որպեսզի անձը իմանա կոնկրետ իրեն ինչի համար են դատապարտել, ինչի հիման վրա, այսինքն ինչ ապացույցների հիման վրա, որպեսզի կարողանա դա պատշաճ բողոքարկի։ Այսինքն վճռի չտրամադրելը դա արդար դատաքննության եւ բողոքարկելու իրավունքի ակնհայտ խախտում է։ Սա իրականում շարունակությունն է, այսինքն իրենք ձև են անում, որ ինչ որ ընդհանրակարգերի են հետևում, նախատեսված է վերաքննիչ բողոքի քննում, անում են, բայց ըստ էության բովանդակային իմաստով սա իրավունքի իրացում չէ, այլ ձևականություն է։ Վճիռները չտրամադրելով Բաքուն փորձում է արհեստական խոչընդոտներ ստեղծել հայերի համար միջազգային դատական ատյանների ճանապարհին, համոզված են մասնագետները։ Այսուհանդերձ իրավապաշտպանները չեն հրաժարվելու պահանջից։ Օրինակ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով արդեն հաջողություն ունեն։ Տևական պայքարից հետո ստացել են նրան 15 տարի ճաղերի մյուս կողմում պահելու վճիռը։ Այն կհասցնեն միեդ եվրոպական հարկի տակ ապացուցելու, որ Բաքվում հայերին դատել են բացառապես այն պատճառով, որ հայ են։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։